Բարև ձեզ, ես SIMAP Accounting SP-ի տնօրեն Գրիշա Սիմոնյանն եմ։ Այսօր ձեզ կներկայացնենք հիմնական միջոցների հաշվառման առանձնահատկությունները։ Նախ նշեմ, թե ինչ թեմաներից է բաղկացած լինելու մեր տեսանյութը։ Հիմնական միջոցների սահմանումը, դասակարգումը, ճանաչումը և չափումը, հիմնական միջոցների հաշվառումը, հիմնական միջոցների մաշվածության հաշվառումը, հիմնական միջոցների նորոգումների հաշվառումը, հիմնական միջոցների օտարման հաշվառումը, հիմնական միջոցների վերագնահատումը և հիմնական միջոցների արժեզրկումը։ Հիմնական միջոցները նյութական ակտիվներ են, որոնք առկա են կազմակերպությունում, արտադրանքի արտադրության, ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, այլ կողմերին վարձակալության տալու, ինչպես նաև վարչական նպատակներով օգտագործելու համար և ակնկալվում է դրանք օգտագործել ավելի քան մեկ ժամանակաշրջանի ընթացքում։ Հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները ներկայացված են ՀՀՄՍ 16 հիմնական միջոցներ ստանդարտում։ Հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվությունն ընդհանրացվում է հաշվային պլանի առաջին ոչ ընթացիկ ակտիվներ դասի 11-ից 12 ոչ ընթացիկ նյութական ակտիվներ խմբերում։ Հիմնական միջոցները այնպիսի ակտիվներ են, որոնք նախատեսված են օգտագործման և ոչ թե վաճառքի նպատակով։ Դրանք որակելու համար արժեքային սահմանափակում չկա։ Հիմնական միջոցները օգտագործման ընթացքում պահպանում են իրենց բնայրային տեսքը, այսինքն միանգամից չեն սպառվում։ Գույքի բնայրային տեսքը դեռևս չի որոշում դրա հաշվառման առանձնահատկությունները։ Օրինակ, ավտոմեքենան կարող է դասակարգվել որպես հիմնական միջոց, եթե այն օգտագործվում է վարչական կամ այլ նպատակներով, որպես արտադրանք, եթե արտադրվել է վաճառքի նպատակով, և որպես ապրանք, եթե ձեռք է բերվել վաճառքի նպատակով։ Հիմնական միջոցները հաշվառման մեջ դասակարգվում են ըստ մի շարք հատկանիշների։ Ըստ օգտագործման համար վիտանելիության աստիճանի հիմնական միջոցները լինում են օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ և օգտագործման համար մատչելի հիմնական միջոցներ։ Ըստ նշանակության և համանման օգտագործման եղանակի հիմնական միջոցները լինում են հողամասեր, շենքեր, կառուցվածքներ, փոխանցող հարմարանքներ, մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ։ Ըստ գործունեության անընդհատության հիմնական միջոցները լինում են շարունակվող գործունեության հիմնական միջոցներ և վաճառքի համար պահվող և ընդհատված գործունեության հիմնական միջոցներ։ Հաշվառման մեջ հիմնական միջոցները չափվում են ըստ մի շարք արժեքների։ Սկզբնական արժեքը ակտիվի ձեռքբերման կամ կառուցման ժամանակ վճարված դրամական միջոցների կամ դրանց համարժեքների գումարն է, իսկ այլ ձևով հատուցման դեպքում հատուցման իրական արժեքն է ակտիվի ձեռքբերման ամսաթվի դրությամբ։ Իրական արժեք այն արժեքն է, որով ակտիվը կարող է փոխանակվել իրազեկ պատրաստական կողմերի միջև, անկախ կողմերի միջև գործարկում։ Հաշվեկշռային արժեք այն գումարն է, որով ակտիվը ճանաչվում և հաշվառվում է հաշվեկշռի մեջ, արժեզրկումից կուտակված կորուստները և կուտակված մաշվածությունը հանելուց հետո։ Արժեզրկումից կորուստն այն գումարն է, որով ակտիվի հաշվեկշռային արժեքը գերազանցում է փոխհատուցվող գումարը։ Վերագնահատված արժեք իրական արժեքն է ակտիվի վերագնահատման ամսաթվի դրությամբ։ Մնացորդային արժեք այն գնահատված գումարն է, որը կազմակերպությունը կստանա տվյալ պահին ակտիվի օտարումից, հանած օտարման հետ կապված ծախսումները, եթե ակտիվն արդեն լիներ այն տարիքի և վիճակին, որն ակնկալվում էր, որ կլիներ դրա օգտակար ծառայության վերջում։ Հիմնական միջոցի միավորը ճանաչվում է որպես ակտիվ այն և միայն այն դեպքում, երբ հավանական է, որ դրա հետ կապված ապագա տնտեսական օգուտները կհոսեն դեպի կազմակերպություն և դրա սկզբնական արժեքը հնարավոր է արժանահավատորեն չափել։ Եթե բավարարված չեն հետևյալ պայմանները, ապա նման գործառնությունը հանգեցնում է ծախսի ճանաչման։ Հիմնական միջոցը սկզբնական ճանաչման պահին պետք է չափվի սկզբնական արժեքով, որից հետո այն կարող է չափվել երկու մոդելով։ Առաջինը սկզբնական արժեքի կամ ինքնարժեքի մոդելն է, որի դեպքում հիմնական միջոցը որպես ակտիվ ճանաչվելուց հետո չափվում է սկզբնական արժեքով, հանած կուտակված մաշվածությունը և արժեզրկումից կուտակված կորուստները։ Երկրորդը վերագնահատման մոդելն է, որի դեպքում ակտիվը, որի իրական արժեքը հնարավոր է արժանահավատորեն չափել,
Ճանաչվելուց հետո չափվում է վերագնահատված արժեքով, հանած համապատասխան կուտակված մաշվածությունը եւ արժեզրկումից կուտակված կորուստները։ Հիմնական միջոցի միավորի սկզբնական արժեքը ընդգրկում է գնման գինը, ներառյալ ներկրման տուրքերը եւ չփոխհատուցվող հարկերը, ակտիվը համապատասխան վայր եւ ղեկավարության նախանշած նպատակներով օգտագործելու համար աշխատանքային վիճակի բերելու հետ ուղղակիորեն կապված ցանկացած ծախսում, հիմնական միջոցների ապատեղեկայման եւ քանդման, ինչպես նաեւ տեղանքի նախապատրաստման գնահատված ծախսումները։ Անմիջականորեն ինքնարժեքի հետ կապված ծախսումներից են աշխատողներին աշխատավարձի հատուցման գծով ծախսումները, մասնագետների վարձատրությունը, տեղանքի նախապատրաստման ծախսումները, բեռնման, բեռնաթափման, տրանսպորտային ծախսումները, հիմնական միջոցի անխափան աշխատանքի թեստավորման ծախսումները, հանած հիմնական միջոցը մինչև համապատասխան վայր եւ վիճակի բերելու հետ վիճակի բերելու ընթացքում արտադրված միավորների իրացումից ստացված զուտ հասույթը։ Օրինակ, հիմնական միջոցը մինչև շահագործման հանձնելը արտադրված միավորների իրացումից զուտ հասույթը։ Հիմնական միջոցների հաշվառումը։ Հիմնական միջոցների մուտքագրումը եւ արժեքի ավելացումը ձևակերպվում է սկզբնական փաստաթղթերի հիման վրա։ Նոր ստացված հիմնական միջոցները եւ տեղակայման ենթակա սարքավորումները կազմակերպության պահեստ են մուտքագրվում ձև ՀՄ1 հիմնական միջոցների եւ տեղակայման ենթակա սարքավորումների ընդունման ակտով։ Տեղակայված սարքավորումները կազմակերպության պահեստից հանձնվում են շահագործման ձև ՀՄ2 սարքավորումների տեղակայման հանձնման ընդունման ակտով։ Հիմնական միջոցները կազմակերպության պահեստից առաջին անգամ հանձնվում են շահագործման ձև ՀՄ3 հիմնական միջոցների շահագործման հանձնման ընդունման ակտով։ Յուրաքանչյուր հիմնական միջոցի համար բացվում է առանձին գույքային քարտ ձև ՀՄ9 հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտ։ Հիմնական միջոցների մուտքի հաշվառումը իրականացվում է 111 հաշվող հիմնական միջոցներ առաջին կարգի հաշվով, որին կից բացվում են երկրորդ կարգի համապատասխան հաշիվներ։ Մաշվող հիմնական միջոցներ հաշիվը նախատեսված է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար։ 111 մաշվող հիմնական միջոցներ հաշիվը ակտիվային է, ակտիվում արտացոլվում է կազմակերպության սեփական հիմնական միջոցների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացվող ծախսումները եւ վերագնահատումից արժեքի աճը։ Իսկ կրեդիտում արտացոլվում է օտարված, որպես վաճառքի համար դասակարգված, ֆինանսական վարձակալության հանձնված հիմնական միջոցների արժեքը եւ վերագնահատումից արժեքի նվազումը։ Հիմնական միջոցներ հաշվի մնացորդը ակտիվային է եւ ցույց է տալիս հաշվետու ամսաթվի դրությամբ սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների արժեքը։ Հիմնական միջոցները կարող են կառուցվել տնտեսվարական եւ կապալառուական եղանակներով։ Տնտեսվարական եղանակով հիմնական միջոցների կառուցման դեպքում այդ կառուցման ընթացքում կատարված ծախսումները հավաքագրվում են 821 ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման ստեղծման ծախսումներ հաշվում, որը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման դեպքում կատարված ծախսումների հավաքագրման եւ ընդհանրացման համար։ Կազմակերպությունը ոչ ընթացիկ ակտիվների կառուցման եւ ստեղծման ծախսումները հավաքագրում է 821 հաշվի վրա, իսկ հաշվետու ժամանակաշրջանի վերջում այն տեղափոխվում է 118 օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ հաշիվ, քանի որ կառավարչական հաշվառման հաշիվները ժամանակաշրջանի վերջում մնացորդ ունենալ չեն կարող։ Կազմակերպության կողմից կառուցվող հիմնական միջոցների դեպքում տրվում է հետևյալ ձևակերպումները։ Դեբետ 821 ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման ստեղծման ծախսումներ, կրեդիտ 211 նյութեր, կրեդիտ 527 պարտքեր աշխատավարձի եւ աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով, կրեդիտ 252 հաշվարկային հաշիվ եւ այլն։ Հաշվետու ժամանակաշրջանի վերջում 821 ոչ ընթացիկ ակտիվների կառուցման ստեղծման ծախսումները տեղափոխվում է 118 օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ հաշիվ։ Եթե կազմակերպությունը հաջորդ տարի շարունակում է հիմնական միջոցների ստեղծման աշխատանքները, ապա կատարված ծախսումները նորից հավաքագրվում է 821 հաշվի վրա, որից հետո այն նորից տեղափոխվում է 118 հաշիվ։ Իսկ արդեն կառուցված հիմնական միջոցը շահագործման հանձնելիս տրվում է հետևյալ ձևակերպումը։
դեպետ 111 մաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 118 օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ։ Եթե հիմնական միջոցը կառուցվում է մեկ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ապա տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։ Դեպետ 111 մաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 821 ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման ստեղծման ծախսումներ։ Եթե շինարարությունն իրականացվում է կապալառուական եղանակով, ապա կատարված աշխատանքներն ընդունելիս կատարողական ակտի հիման վրա տրվում է հետևյալ ձևակերպումը։ Դեպետ 118 օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ, կրեդիտ 521 կրեդիտորական պարտքեր գնումների գծով։ Կառուցված հիմնական միջոցները շահագործման հանձնելիս տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։ Դեպետ 111 հաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 118 օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ։ Հիմնական միջոցները կարող են ձեռք բերվել նաև մատակարարներից, ներառյալ մատակարարներից ձեռք բերված շինությունները։ Այդ դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները։ Դեպետ 111 մաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 251 դրամարկղ, կրեդիտ 252 հաշվարկային հաշիվ, կրեդիտ 152 կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման գծով։ Հիմնական միջոցները կարող են ստացվել հետևյալ եղանակներով։ Հիմնադիրների կողմից կանոնադրական կապիտալում որպես ներդրում ստացված հիմնական միջոցների գծով ձևակերպվում է դեպետ 111 մաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 311 կանոնադրական կապիտալ, կրեդիտ 312 չվճարված կապիտալ։ Որպես շնորհ ստացված ակտիվների գծով ձևակերպվում է դեպետ 111 մաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 421 ակտիվներին վերաբերվող շնորհներ։ Այլ ակտիվների հետ փոխանակման դեպքում հիմնական միջոցներ ձեռք բերելիս ձևակերպվում է դեպետ 111 մաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 611 արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ապրանքների իրացումից հասույթ, կրեդիտ 614 գործառնական այլ եկամուտներ, կրեդիտ 621 ոչ ընթացիկ ակտիվների օտարումից մուտքեր։ Ներդրումային գույքը որպես հիմնական միջոց վերադասակարգելիս տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։ Դեպետ 111 մաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 122 ներդրումային գույք։ Հիմնական միջոցների մաշվածությունը։ Ըստ ՀՄՍ 16 հիմնական միջոցներ ստանդարտի մաշվածությունը հիմնական միջոցի մաշվող գումարի պարբերական բաշխումն է դրա օգտակար ծառայության ընթացքում։ Հիմնական միջոցի մաշվող գումարը հիմնական միջոցի սկզբնական արժեքի և դրա մնացորդային արժեքի տարբերությունն է։ Մնացորդային արժեքն այն ակնկալվող գումարն է, որը կազմակերպությունը կստանա տվյալ պահին ակտիվի օտարումից, հանած օտարման հետ կապված ծախսումները, եթե ակտիվն արդեն լիներ այն տարիքի և վիճակի, որը ակնկալվում էր, որ կլիներ դրա օգտակար ծառայության վերջում։ Օգտակար ծառայությունն այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում ակնկալվում է, որ հիմնական միջոցը մատչելի կլինի կազմակերպությանը օգտագործման նպատակով կամ արտադրանքի կամ համանման միավորների այն ծավալն է, որը կազմակերպությունը նախատեսում է ստանալ տվյալ հիմնական միջոցի օգտագործումից։ Այսպիսով, հիմնական միջոցի մաշվածության վրա ազդում են հետևյալ 3 գործոնները։ Հիմնական միջոցի սկզբնական արժեքը, հիմնական միջոցի օգտակար ծառայության ժամկետը և հիմնական միջոցի մնացորդային արժեքը։ Հիմնական միջոցի մաշվածությունը սկսում է հաշվարկվել այն ժամանակ, երբ հիմնական միջոցը մատչելի է կազմակերպության կողմից օգտագործման համար, այսինքն այն գտնվում է այնպիսի վայրում և վիճակում, որը նպատակահարմար է այդ հիմնական միջոցի նպատակային օգտագործման համար։ Ակտիվի մաշվածությունը դադարում է այն ժամանակ, երբ այն դուրս է գրվում։ Սակայն մաշվածության հաշվարկը չի դադարեցվում այն ժամանակ, երբ ակտիվը հանվում է ակտիվ օգտագործումից և գտնվում է պարապորտի մեջ, բացառությամբ այն դեպքի, երբ այն ամբողջությամբ մաշվել է։ Գոյություն ունեն հիմնական միջոցների մաշվածության հաշվառման տարբեր մեթոդներ։ Կազմակերպությունը պետք է ընտրի մաշվածության հաշվառման այնպիսի մեթոդ, որը ճիշտ կարտացոլի այդ հիմնական միջոցների օգտագործումից ստացվող ապագա տնտեսական օգուտների փոխհատուցումը։ Հիմնական միջոցների մաշվածության հաշվառման գծային մեթոդ։ Այս մեթոդի դեպքում մաշվածությունը հավասարաչափ բաշխում է ակտիվի օգտակար ծառայության ընթացքում։ Մաշվածությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով։ Ակտիվի սկզբնական արժեքի և մնացորդային արժեքի
տարբերությունը հարաբերում ենք ակտիվի օգտակար ծառայության ժամկետին։ Մաշվածության հաշվառման գծային մեթոդը առավել լայն կիրառություն ունի եւ օգտագործվում է այն հիմնական միջոցների նկատմամբ, որոնց ապագա տնտեսական օգուտների փոխհատուցումն իրականացվում է հավասարաչափ եղանակով։ Մաշվածության հաշվառման նվազող մնացորդի մեթոդ։ Այս մեթոդի դեպքում ենթադրվում է, որ ակտիվից ստացող տնտեսական օգուտները յուրաքանչյուր հաջորդ տարի նվազում է եւ յուրաքանչյուր հաջորդ տարի կատարվում են նվազող հատկացումներ։ Այս դեպքում տարեկան մաշվածության գումարը հաշվարկվում է ակտիվի հաշվեկշռային արժեքի եւ արագացման գործակցի հիման վրա վերահաշվարկված մաշվածության տարեկան դրույքաչափի արտադրյալով։ Որպես արդյունք, մաշվածության հաշվեգրման գումարները ամենամեծ գումարը ստացվում է առաջին տարում, որից հետո մաշվածության գումարներն աստիճանաբար նվազում են այնքան ժամանակ, մինչև ակտիվի հաշվեկշռային արժեքը հավասարվում է դրա մնացորդային արժեքին։ Այս մեթոդի դեպքում մաշվածությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. հաշվեկշռային արժեքի եւ օգտակար ծառայության հարաբերության եւ նվազող գործակցի արտադրյալով։ Թողարկված միավորների մեթոդ։ Այս մեթոդը ենթադրում է, որ հիմնական միջոցի մաշվածության վրա ժամանակը ազդեցություն չի գործում եւ մաշվածությունը վերագրվում է այդ հիմնական միջոցով արտադրված հիմնական միջոցներից յուրաքանչյուրին։ Մաշվածությունը հաշվարկվում է մաշվածության գումարի եւ ընդհանուր արտադրանքի քանակի եւ թողարկված միավորների քանակի արտադրյալով։ Մաշվածության հաշվառման տարբեր մեթոդների դեպքում տարեկան մաշվածության գումարները էականորեն տարբերվում են իրարից։ Եվ այս դեպքում ֆինանսական հաշվետվություններում մաշվածության հաշվեգրված գումարները էականորեն կախված են հիմնական միջոցի մաշվածության հաշվառման ընտրված մեթոդից։ Հիմնական միջոցների մաշվածության հաշվառման այնպիսի մեթոդ պետք է ընտրի կազմակերպությունը, որը ճիշտ է արտացոլում այդ հիմնական միջոցներից ստացվող ապագա տնտեսական օգուտների փոխհատուցումը։ Հիմնական միջոցների մաշվածության հաշվառումն իրականացվում է 112 մաշվող հիմնական միջոցներ պասիվային կարգավորող հաշվով։ 112 մաշվող հիմնական միջոցներ հաշվի կրեդիտում արտացոլվում է կազմակերպության սեփական մաշվող հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարները եւ վերագնահատումից մաշվածության արժեքի աճը։ Իսկ դեբետում արտացոլվում է օտարված, որպես վաճառքի համար բավող դասակարգված հիմնական միջոցների մաշվածության գումարները եւ վերագնահատումից մաշվածության արժեքի նվազումը։ Հիմնական միջոցների մաշվածության հաշվեգիրումը իրականացվում է հետևյալ կերպ. դեբետ 712 իրացման ծախսեր, կրեդիտ 112 հիմնական միջոցների մաշվածություն, իրացման նպատակով օգտագործող հիմնական միջոցների համար։ Դեբետ 713 վարչական ծախսեր, կրեդիտ 112 մաշվող հիմնական միջոցներ, վարչական նպատակով օգտագործող հիմնական միջոցների համար եւ դեբետ 813 կրեդիտ 112 արտադրության նպատակներով օգտագործող հիմնական միջոցների համար։ Հիմնական միջոցների նորոգումների հաշվառումը։ Հիմնական միջոցների շահագործման ընթացքում կատարվում են ծախսեր այդ հիմնական միջոցների սպասարկման, նորոգման, արդիականացման նպատակով, որոնց մի մասը կապիտալացվում է եւ հաշվեգրվում է արդեն ակտիվ ճանաչված հիմնական միջոցի արժեքին, իսկ մյուս մասը ճանաչվում է որպես ժամանակաշրջանի ծախս։ Հիմնական միջոցների վրա կատարված ծախսումները ավելացվում են ակտիվ ճանաչված հիմնական միջոցին այն դեպքում, երբ այդ ծախսումների հետևանքով հիմնական միջոցի ապագա տնտեսական օգուտները ավելի շատ են հոսում դեպի կազմակերպություն, քան նախատեսված էր սկզբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշներով։ Հիմնական միջոցների նորոգման դեպքում իրականացված ծախսերի գծով տրվում են հետևյալ ձևակերպումները։ Հիմնական միջոցների նորոգման ընթացքում օգտագործված նյութերի մասով դեբետ 712 իրացման ծախսեր, կրեդիտ 211 նյութեր, իրացման նպատակով օգտագործվող հիմնական միջոցների դեպքում դեբետ 713 վարչական ծախսեր, կրեդիտ 211 նյութեր, վարչական նպատակներով օգտագործվող հիմնական միջոցների դեպքում եւ դեբետ 813 արտադրական ծախսեր, կրեդիտ 211 նյութեր, արտադրությունով օգտագործվող հիմնական միջոցների գծով։
Հիմնական միջոցների նորոգումն իրականացնող բանվորների աշխատավարձի գծով տրվում են հետևյալ ձևակերպումները. դեբետ 712, կրեդիտ 527, դեբետ 713, կրեդիտ 527, դեբետ 813, կրեդիտ 527։ Հիմնական միջոցների վերանորոգումը կամ սպասարկումը կարող է իրականացվել օժանդակ արտադրության կողմից։ Այդ դեպքում հիմնական միջոցների նորոգման ծախսումները հաշվարկվում են 812 օժանդակ արտադրություն հաշվի միջոցով։ Եթե հիմնական միջոցների նորոգման աշխատանքներն իրականացվում են կապալառուական եղանակներով, ապա տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները. դեբետ 712 իրացման ծախսեր, դեբետ 713 վարչական ծախսեր, դեբետ 813 անուղղակի արտադրական ծախսումներ, կրեդիտ 521 կրեդիտորական պարտքեր գնումների գծով։ Հիմնական միջոցների հետագա կապիտալացվող ծախսումները հաշվարկվում են 823 հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ հաշվի միջոցով։ Հաշիվն ակտիվային է և նախատեսված է ժամանակաշրջանի ընթացքում հիմնական միջոցների վրա կատարված կապիտալացվող ծախսումների հաշվառումն իրականացնելու համար։ Հաշվի գրված կապիտալ ծախսումների գծով տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները։ Դեբետ 823 ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ, կրեդիտ 211 նյութեր, կրեդիտ 527 պարտքեր աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով, կրեդիտ 521 կրեդիտորական պարտքեր գնումների գծով և այլն։ Եթե հիմնական միջոցի նորոգումն իրականացվում է մեկ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ապա ժամանակաշրջանի վերջում կատարված ծախսումների ընդհանուր գումարով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։ Դեբետ 111 հաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 823 ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ։ Եթե կապիտալ նորոգման աշխատանքներն չեն ավարտվում մեկ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ապա ժամանակաշրջանի վերջում կատարված ծախսումների գծով տրվում է դեբետ 118 օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ, կրեդիտ 823 հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ ձևակերպումը։ Հաջորդ տարի նորոգման աշխատանքները շարունակելու դեպքում նորից կատարված ծախսումները հավաքագրվում են 823 հաշվի վրա, որից հետո ծախսումների ընդհանուր գումարը տեղափոխվում է 118 օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ հաշվի, իսկ դրանից հետո, երբ հիմնական միջոցը հանձնվում է շահագործման, տրվում է դեբետ 111 կրեդիտ 118 հաշվապահական ձևակերպումը։ Հիմնական միջոցների օտարման հաշվառումը։ Հիմնական միջոցի միավորը պետք է հանվի հաշվապահական հաշվեկշռից, երբ այն իրացվում է կամ դուրս է գրվում օգտագործումից, երբ դրա իրացումից հետագա ոչ մի տնտեսական օգուտ չի ակնկալվում։ Հիմնական միջոցների միավորի մասնակի կամ լրիվ լուծարումը, վաճառքի նվիրատվությունը, ֆինանսական վարձակալության հանձնումը և ցանկացած այլ ձևով դուրսգրումը իրականացվում է ԶԽՄ8 հիմնական միջոցների դուրսգրման ակտով։ Հիմնական միջոցների լուծարման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։ Դեբետ 714 գործառնական այլ ծախսեր, դեբետ 112 հիմնական միջոցների մաշվածություն, դեբետ 124 ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում և կրեդիտ 111 մաշվող հիմնական միջոցներ։ Լուծարման դեպքում կատարված ծախսերի գծով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։ Դեբետ 714 կրեդիտ 211 նյութերի օգտագործման դեպքում, դեբետ 714 կրեդիտ 527 աշխատակիցներին վճարված աշխատավարձի գծով և այլն։ Լուծարումից ստացված պիտանի նյութերը իրական արժեքով մուտքագրվում են պահեստ հետևյալ ձևակերպմամբ։ Դեբետ 211 նյութեր, կրեդիտ 614 գործառնական այլ եկամուտներ։ Հիմնական միջոցի վաճառքի դեպքում ձևակերպվում է դեբետ 221 դեբիտորական պարտքեր վաճառքների գծով, դեբետ 251 դրամարկղ, դեբետ 252 հաշվարկային հաշիվ, կրեդիտ 621 ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ ձևակերպումը։ Վաճառված հիմնական միջոցների արժեքի դուրսգրումը ձևակերպվում է հետևյալ կերպ. դեբետ 721 հիմնական միջոցների վաճառքից ծախսեր, դեբետ 112 կուտակված մաշվածություն, դեբետ 124 ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում և կրեդիտ 111 մաշվող հիմնական միջոցներ։ Օտարման ժամանակ կատարված ծախսերի գծով ձևակերպվում է դեբետ 721
կրեդիտ 527, աշխատավարձի հաշվեգրումների գծով, կրեդիտ 252 հաշվարկային հաշիվ և այլն։ Անհատույց տրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է դեբետ 728 անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր և կրեդիտ 111 մաշվող հիմնական միջոցներ։ Համաձայն ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտ 5 վաճառքի համար ոչ ընթացիկ ակտիվներ և ընդհատված գործունեություն ստանդարտի, այն հիմնական միջոցները, որոնք նախատեսվում են մոտ ապագայում վաճառքի նպատակով, պետք է վերադասակարգվեն հետևյալ կերպ։ Դեբետ 263 վաճառքի համար պահվող հիմնական միջոցներ և կրեդիտ 111 մաշվող հիմնական միջոցներ։ Վաճառքի համար պահվող հիմնական միջոցների վերադասակարգման դեպքում կուտակված մաշվածությունը դուրս է գրվում և այդ ժամանակվանից մաշվածության հաշվարկը դադարեցվում է։ Որպես վաճառքի համար պահվող դասակարգված ակտիվների վաճառքի դեպքում դրանց հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է դեբետ 732 ընդհատված գործունեություն կազմող ակտիվներ և կրեդիտ 263 որպես վաճառքի համար պահվող հիմնական միջոցներ։ Ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների վաճառքից եկամտի ճանաչումը ձևակերպվում է դեբետ 251, դեբետ 252, դեբետ 221 և կրեդիտ 632 ընդհատված գործունեությունը կազմող ակտիվների գծով եկամուտներ ձևակերպումը։ Հիմնական միջոցների գույքագրումը և դրա արդյունքների արտացոլումը հաշվառման մեջ։ Հիմնական միջոցների գույքագրման բացահայտված ավելցուկները և պակասուկները պետք է ձևակերպվեն այն հաշվետու ժամանակաշրջաններում, որին վերաբերում է հիմնական միջոցների գույքագրումը։ Հիմնական միջոցների գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկները ձևակերպվում են հետևյալ կերպ։ Դեբետ 111 մաշվող հիմնական միջոցներ, կրեդիտ 614 գործառնական այլ եկամուտներ։ Գույքագրմամբ հայտնաբերված պակասուրդները և փչացումից կորուստների դուրսգրումը հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է դեբետ 714 գործառնական այլ ծախսեր, կրեդիտ 111 մաշվող հիմնական միջոցներ ձևակերպմամբ։ Եթե պակասուրդները վերաբերվում են նյութական պատասխանատու անձանց, փոխհատուցում են կազմակերպության աշխատակիցների կողմից կամ նրանցից գրանցվում են դատական կարգով, ապա այդ դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումները։ Դեբետ 222 դեբիտորական պատկեր նյութական վնասի փոխհատուցման գծով և կրեդիտ 614 գործառնական այլ եկամուտներ։ Այսպիսով ավարտենք մեր այսօրվա տեսանյութը, իսկ մեր հաջորդ տեսանյութում կներկայացնենք հիմնական միջոցների վերագնահատումը և հիմնական միջոցների արժեզրկումը։ Շնորհակալություն։